Սոցցանցերի հայաստանցի օգտատերերը վերջերս կասկածելի գովազդային ուղերձներ են ստանում։ Նրանց առաջարկում են մեծ գումարների դիմաց հավաքագրվել Ռուսաստանի զինված ուժերում Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը։ Արտյոմ, ինչ մանրամասներ գիտես։ Այդ երևույթը վաղուց էր ծանոթ, սակայն նման նամակներ հաճախ ստանում էին Կենտրոնական Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի տարբեր այսպես խոցելի խմբերի ներկայացուցիչներ իրենց լեզուներով։ Վերջերս նման նամակներ, նման բովանդակության գովազդային ուղերձներ ստանում են նաև Ղազախստանի եւ Հայաստանի քաղաքացիներից շատերը։ Վերջին փուլում դա Mail.ru հասցեում էլեկտրոնային post ունեցող քաղաքացիներն են հաճախ ստանում այդպիսի գովազդներ, ինչպես նաև Telegram-ի եւ Facebook-ի հայկական սեգմենտում եւս տարածված են նման հաղորդագրություններ, նման գովազդներ։ Ինչպես հասցեական կոնկրետ նամակներ, այդ թվում նաև խմբերով են տարածվում, մասնավորապես այն Հայաստանի քաղաքացիների խմբերը Facebook-յան եւ Telegram-յան, որոնք փնտրում են աշխատանք Ռուսաստանում։ Ահա այդ խմբերի միջոցով տարածվում են այսպիսի հրավերքներ։ Սովորաբար դա քողարկված է լինում, այսպեսի տեսք ունի, օրինակ բարձր վարձատրվող աշխատանք Ռուսաստանում։ Իսկ երբ արդեն փորձում ես ծանոթանալ եւ հասկանալ ինչի մասին է խոսքը, նկատելի է, որ պարզ լեզվով ասած առաջարկում են փողի դիմաց կռվել ուրիշի պատերազմում։ Դրա համար հստակ թվեր են անգամ հիշատակվում, միանվագ առնվազն $5,000 ամենասկզբից, 5,000-ից սկսված։ Իսկ հետո ամեն ամիս յուրաքանչյուր ամիս առնվազն $2,800 աշխատավարձ են խոստանում։ 2 շաբաթվա ընթացքում խոստանում են ապահովել Ռուսաստանի քաղաքացիություն, ընդ որում ոչ միայն հավաքագրվողի համար, այլ նաև իր ողջ ընտանիքի անդամների համար։ Անվճար տեղափոխում են ընտանիքի բոլոր անդամներին Ռուսաստան եւ ստեղծում են բոլոր պայմանները։ Միայն թե համաձայնվես պայմանագիր ստորագրես ու համաձայնվես ռազմաճակատ մեկնես Ուկրաինայի դեմ կռվելու համար։ Որքանով է դա օրինական։ Ռուսաստանում դա արդեն օրինական է։ Անցած տարվա նոյեմբերին փոփոխություն մտցվեց Ռուսաստանի համապատասխան օրենքի մեջ եւ բոլոր այն օտարերկրացիները, ովքեր պայմանագիր են կնքում Ռուսաստանի զինված ուժերի հետ այդ ռազմական գործողություններին մասնակցելու, առնվազն 1 տարվա պայմանագիր պարզեցված ձևով Ռուսաստանի քաղաքացիություն են ստանում։ Դա նույնը վերաբերվում է նաև իրենց ընտանիքի անդամներին։ Մինչ այդ կար հստակ օրենք, այժմ այդ օրենքը փաստորեն շրջանցելու հնարավորություն կա եւ այլևս չկա պարտադրանք ինչ որ ժամկետի ընթացքում մշտապես բնակություն ունենալ Ռուսաստանում, տիրապետել Ռուսաստանում պետական լեզվին, ծանոթ լինել հասարակական քաղաքական ինչ որ կանոններին Ռուսաստանում։ Այսինքն անգամ մի մարդ, ով 2 խոսք ռուսերեն իրար հետ կապել չգիտի, կամ ով չգիտի, թե Ռուսաստանի մայրաքաղաքը ինչպես է կոչվում, ահա այդ մարդուն պատրաստ են շնորհել Ռուսաստանի քաղաքացիություն եւ ուղարկել այլ պետության դեմ կռվելու։ Իդեպ պետք է նշեմ, որ նման բան կա նաեւ Ուկրաինայում, տպավորություն չստեղծվի, որ միակողմանի է։ Ուկրաինայում էլ կա այսպես կոչված ինտերնացիոնալ լեգիոն, ուր ցանկացած օտարերկրացի, այդ թվում նաեւ Հայաստանի քաղաքացի, կարող է օնլայն ձևով լրացնել հայտը եւ նրան համապատասխան փաթեթը առաջարկի կգա եւ կհուշեն, թե ինչպես է հնարավոր պայմանագիր կնքել Ուկրաինայի զինված ուժերի հետ եւ մեկնել այնտեղ կռվելու, բնական է նաեւ աշխատավարձ ստանալով։ Նշեմ, որ Հայաստանում դա քրեական հանցագործություն է։ Հայաստանի ցանկացած քաղաքացի, ով կմեկնի ցանկացած այլ պետություն պաշտպանելու, թե այդ պետության կողմից այլ պետության դեմ կռվելու, ոչ միայն խախտում է Հայաստանի օրենքը, այլ նաեւ Հայաստանում քրեորեն պատժվող արարք է թույլ տալիս։ Մեր քրեական օրենսգրքի 495-րդ հոդվածը հստակ գրված է այնտեղ, որ յուրաքանչյուր մարդ, ով կխախտի այս օրենքը, կպատժվի ազատազրկվելով 3-ից 7 տարվա։
Հայաստանի իշխանությունները բազմիցս զգուշացրել են, որ համապատասխան քրեական հետևանքներ կունենան այն քաղաքացիները, ովքեր կխախտեն այս հոդվածը։ Վերջերս արտաքին հետախուզության ծառայությունը հաստատել էր, որ մի շարք դեպքերում վարույթ է իրականացվում եւ որ մոնիտորինգ է իրականացնում գերատեսչությունը նման դեպքերին հետևելով։ Ես չկարողացա գտնել ինտերնետում ոչ մի դեպք, որը հաստատում է, որ Հայաստանում այդ հոդվածով դատվածներ եղել են։ Մինչդեռ Վրաստանում եւ Ադրբեջանում դատել են իրենց երկրների քաղաքացիներին թե Ուկրաինայի, թե Ռուսաստանի կողմից կռվելու համար։ Վարույթում որքան հասկանում եմ նման գործեր կան, քրեական գործեր հարուցված կան, թե դրանցից քանիսը կհասնեն դատարանի, դժվար է ասել, մեր հատուկ ծառայությունները հաշվի առնելով գործի սպეციფიკան, հավանաբար ձգտում են չհանրայնացնել նման դեպքերը։ Արտեմ, իսկ հավաքագրողների համար ինչ պատիժ է ենթադրում հայկական օրենսդրությունը։ Հավաքագրողների համար պատիժը ել ավելի խիստ է, 5-ից 10 տարվա ազատազրկում է ենթադրում, բայց պարզ է, որ օտարերկրացի այդ հավաքագրողները, քանի որ օգտագործում են ցանցային գործիքները, իրենց շատ բարդ է բացահայտել եւ պատժել, պատասխանատվության կանչել, բայց հնարավոր է պատասխանատվության կանչել այն ցանցային պլատֆորմները, որոնց միջոցով տարածվում են այս կասկածելի գովազդային ուղերձները։ Մասնավորապես նույն Mail.ru-ն փաստորեն ինչ որ իմաստով խախտում է Հայաստանի օրենսդրությունը, քանի որ մենք ունենք անձնական տվյալների գաղտնիության մասին օրենք, իսկ այդ հավաքագրողները կոնկրետ հասցեական են դիմում մարդկանց, իմանալով նրանց տվյալները անձնական։ Այսինքն ինչ որ անձնական տվյալների գաղտնիության խախտում կա եւ կարծում եմ Հայաստանի պատկան մարմինները կզբաղվեն այս խնդրով, իսկ եթե նկատեն, որ այդ ցանցային պլատֆորմները իսկապես խախտում են Հայաստանի օրենսդրությունը, հնարավոր է նույնիսկ հարց բարձրացնել այդ պլատֆորմների գործունեությունը Հայաստանում կասեցնելու մասին վերաբերյալ։ Արդյոք տեղեկություն կա այն մասին, թե քանի հայաստանցի է այս եղանակով հավաքագրվել։ Բնական է այդպիսի թվեր ոչ մեկ չի ունենա, բայց ես ուզում եմ օգտվել առիթից կոչ անելով մարդկանց մի արեք այդպիսի բան։ Գոնե այն պարզ պատճառով, որ շատ մեծ է հավանականությունը, որ ձեզ պարզապես կխաբեն։ Ռուսաստանի իրավապաշտպան կազմակերպությունները բազմաթիվ նման դեպքեր գիտեն, երբ հավաքագրված մարդկանց պարզապես խաբել են, խոստացել են փող ու չեն տվել։ Առաջին իսկ մարտին ուղարկել են թնդանոթային մսի պես եւ իրենք մահացել են։ Կամ ենթադրենք պայմանագիր են ստիպել կնքել, թույլ չտալով ծանոթանալ բովանդակությանը, պարզվում է դա անժամկետ պայմանագիր է, որը հնարավոր չէ խզել։ Օտարին չեն խղճում, բնական է թնդանոթային մսի պես նետում են մարդ։ Ես վստահ եմ, որ հավաքագրվողների մեծ մասը պարզապես մոլորված, խաբված մարդիկ են, բայց կան նաև, այսպես ասած, պաթոլոգիկ դեպքեր։ Վերջերս դիտել էի մի տեսանյութ, ուր հարցազրույց էր մի Հայաստանի քաղաքացու ու ռուսաստանյան մի այսպես պրոպագանդիստական ռեսուրսի հետ։ Այդ Հայաստանի քաղաքացին խոստովանել էր, որ եթե Աստված մի առասցե պատերազմ լինի Ռուսաստանի եւ Հայաստանի միջև, նա իր ստանձնած պարտավորությանը համաձայն կկռվի Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ։ Մի երկրի դեմ, որի քաղաքացի է շարունակում հանդիսանալ եւ որի տարածքում շարունակում են ապրել իր հարազատները։ Նու դա պաթոլոգիկ դեպք է, բայց ես կոչ եմ անում մարդկանց չկրկնել նման հանցագործությունները եւ չհավատալ այդ խայտառակ եւ կասկածելի հաղորդումներին եւ կոչերին։ Շնորհակալություն, Արտեմ։